Բարև ձեզ սիրելի ֆուտբոլասերներ, խաղային շաբաթը մեզ մոտ շարունակվում է եւ այսօր հագեցած օր ենք ունենալու։ Հիմա տեսնում ենք այսօրվա առաջին հանդիպումն է մեզ մոտ մեկնարկելու դիվիզիոնից հանդիպում, երրորդ տուրն է մեկնարկել դիվիզիոնի մրցաշարում եւ միմյանց հետ մրցելու են Արարատը եւ Փարիզը։ Նրանց երրորդ խաղն է այս մրցաշարում։ Երկու խաղից Արարատը երկու հաղթանակ է գրանցել, Փարիզը մեկ անգամ հաղթել է, մեկ անգամ պարտվել է, ես մանրամասն երկու թիմերի արդյունքներն էլ կնշեմ խաղի ընթացքում, ինչևէ տեսնենք այս հանդիպումը ինչպես կընթանա, հիմա հենց դաշտի կենտրոնից Փարիզի ֆուտբոլիստները խաղը մեկնարկեցին, անցնեմ թիմերի կազմերը ներկայացնելու։ Արարատ դարպասը պաշտպանում է համար 1 գնել Զարգարյան, համար 3 Վրեժ Հարությունյան, համար 4 Ցոլո Հազեյան, համար 6 Դավիթ Դավթյան, համար 8 Արմեն Մելոյան, համար 10 Զորաբ Զաքարյան, համար 11 Ռազմիկ Հակոբյան, համար 19 Պարքև Աբրահամյան, համար 22 Նարեկ Ղարիբյան, համար 41 Արման Պողոսյան, համար 70 Կարեն Համազյան եւ թիմի ավակ համար 79 Գերաս Մանուկյան։ Մենք Արարատն է անցել առաջին գրոյին այս խաղին, տեսնենք ինչ կանեն հիմա արված եւ փրկում է իր թիմին։ Կարեն Կոստանյանը առաջին հարվածը տեսանք արդեն այս խաղում կատարեց Արարատի ֆուտբոլիստը։ Փարիզ դարպասը պաշտպանում է համար 1 Կարեն Կոստանյանը, համար 2 Էրիկ Խաչատրյան, համար 4 թիմի ավակ Հարութ Աղազարյան, համար 6 Իշխան Պողոսյան, համար 7 Դավիթ Մուսախանյան, համար 8 Արտակ Ասատրյան, համար 10 Կարո Ավակյան, համար 11 Նարեկ Քոչարյան, համար 17 Արթուր Գևորգյան, համար 22 Սերգեյ Հարությունյան, համար 80 Դավիթ Հովանիսյան եւ համար 88 Ռաֆո Գասպարյան։ Այսօր տեսնում ենք Փարիզի ավակը Հարութ Աղազարյանն է, որովհետեւ Հարութ Խաչատրյանը որակազրկված է այսօրվա հանդիպման, չի կարող իր թիմին օգնել։ Փարիզն է փորձում գրո կազմակերպել, բայց այստեղ ձեռքով խաղ տվեց Դավիթ Հովանիսյանը, գնդակը անցավ Արարատին։ Արարատը երկու խաղից 6 միավոր է վաստակել եւ կիսում է երկրորդ հորիզոնականը Մոնցայի հետ։ Երկու լավ հանդիպում անցկացրեց Արարատը հենց առաջին տուրում։ Կարողացավ Լեոնին հաղթել, հիմա վտանգավոր հարված, բայց բարձր ընթացավ այստեղ Փարիզի ֆուտբոլիստի հարվածը։ Հենց մեկնարկային տուրում 1-0 հաշվով հաղթեց Արարատը Լեոնին, այնտեղ Արարատից աչքի ընկավ Պարքև Աբրահամյանը, իսկ երկրորդ տուրում Արարատը մրցեց Բարսելոնային եւ հաղթեց 3-1 հաշվով։ Հիմա տեսնում ենք հենց Արարատն է անցել գրոյի, հարված նորից փրկեց իր թիմին այստեղ Կոստանյանը, երկրորդ արդեն դիպուկ հարվածը տեսանք այս խաղում Արարատի կողմից, հիմա էլ Փարիզն անցավ գրոյի, վտանգավոր էր եւ Մուսախանյանն է հարված կատարում, մի փոքր շեղությամբ ընթացավ Դավիթ Մուսախանյանի հարվածը։ Իսկ Փարիզը երկու խաղից 3 միավոր է վաստակել։ Հիմա վտանգավոր էր եւ հաշիվը մեզ մոտ բացված է, ինքնագոլի հեղինակ դարձավ այստեղ Արարատի ֆուտբոլիստը, Փարիզ 1-0
Հենց մեկնարկում բացված է մեզ մոտ հաշիվը հանդիպման 1-0 հաշվով արդեն հաղթում է Փարիզը Արարատին, այնտեղ ինքնագոլ գրանցվեց։ Տեսնենք այս գոլին ինչով կպատասխանի վերջո Արարատը, նրանք երկու դիպուկ հարված կատարեցին այս խաղում, բայց արդյունքի չհասան, դրան պատասխանեց Փարիզը եւ կարողացան ի վերջո արդյունքի հասնել, նորից Փարիզն է անցել գրոյի։ Հերվից հարված Աղազարյանը հարվածեց, բայց շեղ էր։ Փարիզի ավակի հարվածը խոսում էի Փարիզի անցած խաղերից, առաջին տուրում Փարիզը կարողացավ հաղթել 2-1 հաշվով Արսենալին, իսկ երկրորդ տուրում հանդիպեց Ֆլամենգոին եւ խոշոր պարտություն կրեց 1-8 հաշվով։ Հիմա տեսնենք այսօր նրանք ինչպիսի հանդիպում կանցկացնեն եւ արդեն նրանք 1-0 հաշվով հաղթում են Արարատին։ Անուկյան փոխանցումը չստացվեց այստեղ։ Արարատի ավակի նորից անցավ գնդակը Փարիզին։ Հովանեսյան փոխանցում Մուսախանյանի հետ լավ խաղարկեց, նորից Հովանեսյանի փոխանցումը չստացվեց այստեղ։ Ավակյան եւ հանգիստ հետ ուղարկեց գնդակը բայելով իր թիմի մոտ։ Հրաշալի խաղարկումներ։ Հովանեսյան աչեզրում է, լավ շրջանցեց Հովանեսյանը, այստեղ փոխանցում եւ գոլ։ Կրկնապատկում է իր առավելությունը Փարիզը, Դավիթ Մուսախանյան 2-0։ 8-րդ րոպե Դավիթ Մուսախանյան 2-0 կրկնապատկում է իր թիմի առավելությունը, Մուսախանյանը եւ արդեն 2 գոլի առավելություն է ստանում Փարիզը հենց մեկնարկում, հիմա այլ Արարատն է անցել գրոյի, տեսնենք եւ վերջին պահին մենացեց գնդակը այստեղ Փարիզի պաշտպանը։ Հրաշալի գրով սկսեց այդտեղ Փարիզը, հրաշալի անցում տեսանք Հովանեսյանից եւ վայլում փոխանցում Մուսախանյանին, վերջինս էլ հրաշալի եզրափակում կատարեց եւ արդեն 2 գնդակի առավելություն է ստացել Փարիզը Արարատի նկատմամբ։ Հովանեսյան շարժվում է առաջ, լավ նկատեց այնտեղ Մուսախանյանին, բայց այստեղ հարվածը չստացվեց Մուսախանյանի։ Հիմա էլ լավ պաշտպանվեց Մուսախանյանը եւ եկավ խլեց Արարատի ֆուտբոլիստից գնդակը, նորից Մուսախանյանն է գնդակով կենտրոնում է Մուսախանյան, Հովանեսյանի հետ այսօր լավ են համագործակցում, Ավակյան դարպասածողն է հիմա էլ փրկում Արարատին ինչպիսի հարված կատարեց Կարո Ավակյանը։
Նորից անցավ գնդակը Փարիզին։ Հովանիսյան նորից խաղարկում է Մուսախանյանի հետ, Մուսախանյան լավ նկատեց այնտեղ Ասատրյանին, բայց Զարգարյանը դուրս եկավ իր տեղից եւ որսած գնդակը, հիմա էլ արագ նետում Զարգարյանի կողմից։ Այլ արատն է անցել գրոյի, երվից հարված, փոքր շեղ ընթացավ այստեղ արատի ֆուտբոլիստի հարվածը։ Այլ այստեղ անաճող փոխանցում կատարեց Կոստանյանը։ Երվից հարված վտանգավոր էր, բայց շեղ ընթացավ Արարատի ֆուտբոլիստի հարվածը։ Առաջին խաղակեսի միջնամասն է ընթանում մեզ մոտ 2-0 հաշվով այս պայն հաղթում է Փարիզը Արարատին, հիմա վտանգավոր է նորից Մուսախանյանը հարված կատարեց, բայց շեղ ընթացավ Մուսախանյանի հարվածը։ Երկար փոխանցում Ավակյան պայծի Ավակյանը լավ նկատեց այնտեղ նորից Մուսախանյանին դախեզրում է Մուսախանյանը և նետումը Փարիզինն է լինելու այս փոխանցումն էլ անհաջող ստացվեց։ Մի փոքր տեսնում ենք, որ Մուսախանյանի գոլից հետո խաղի տեմպը ընկավ, այս պայն ավելի շատ գնդակով են նորից Փարիզի տղաները անցան նրան գրոյի, փոխանցում, այստեղ Մանուկյանն է հեռացնում գնդակը և հարված դարպասից տեսնենք Մանուկյանը սխալվեց փոխանցում կատարելիս Մուսախանյան վտանգավոր էր նորից Մուսախանյանի հարվածը Այլ Արարատն է անցել գրոյի հարված փրկեց նորից իր թիմին Կոստանյանը այսօր հրաշալի հանդիպում է անցկացնում Փարիզի դարպասապահ այս պայն մի քանի սերվերով աչքի ընկավ արդեն նորից Արարատն է գնդակով շարունակում է նրանց գրոհը բայց արագ խլեց գնդակը Փարիզը և անցնում է գրոյի Ասատրյան խաղարկեց Ավակյանի հետ Մուսախանյան թողնում է գնդակը թիմակցին
Նորից Մուսախանյան եւ տեսնենք հարված կլինի, հարված եւ հիմա էլ վտանգավոր դիրքից Ասատրյանն է։ Շեխ հարվածում լավ գրող կազմակերպեցին Փարիզի տղաները։ Բայց Ասատրյանի հարվածը մի փոքր անհաջող ստացվեց։ Նորից Փարիզն է ներողություն անցել գրոյի։ Բայց խլեցին գնդակը։ Արատն է նետվել գրոյի 4-3-ի են, հարված և կրճատված է հանդիպման հաշիվը 2-1։ Նարեկ Ղարիբյան 2-1 մի փոքր կրճատում է հանդիպման հաշիվը, Արարատը այնտեղ լավ փոխանցում։ Ղարիբյանը ստացավ Աբրահամյանից հրաշալի հարված կատարեց և գնդակը ուղարկեց Կոստանյանի դարպասը։ Մեկ գնդակ հետ բերեց Արարատը ի վերջո։ Դեռ լավ խաղարկես է ընթանում մեզ մոտ, 3 գոլ ենք արդեն տեսել սիրելի բարեկամներ։ Նորից Փարիզն է տեսնում ենք գնդակին տիրել և հիմա խաղայկանների խախտում, այստեղ Հավաքյանի հետ պայքարում կոպիտ գործեցին։ Աղազարյանն է սխալվում այստեղ փոխանցում կատերից, Արարատը կարող է նորից նետվել գրոյի։ Տեսնենք, բայց այս փոխանցումը անհաջող էր Համազյանի, Արագ նորից վերադարձեց Արարատը գնդակը, բայց Փարիզի ֆուտբոլիստը իր սխալը Արագ շտկեց, հիմա Փարիզն է անցել գրոյի, Մուսախանյան լավ նկատեց այստեղ Աչեզուն Հովանիսյանին, բայց ի վերջո անհաջող էր Մուսախանյանի փոխանցումը։ Sonra hangi? Sonra atının hangi? Ասատրյան պայց իր մոտ գնդակը հարված վտանգավոր էր նորից Ասատրյանի հարվածը մի փոքր նորից շեղությամբ ընթացավ Արտակ Ասատրյանի հարվածը Խլեցին գնդակը Փարիզի տղաները նորից Ասատրյան հարվածը չստացվեց նորից Արտակ Ասատրյանին այնտեղ կարծես թե իր խաղընկերը խանգարեց հարվածի պահին Նորից հրաշալի փոխանցում դեպի Մուսախանյանը պայց իր մոտ վերջինս գնդակը լավ խաղարկումներ հասավ գնդակին ի վերջո Ստեղ Ասատրյանը տեսնենք աչեզրում է Արտակ Ասատրյանը նորից լավ խաղարկումներ Հովանիսյան շարժվեց առաջ
Հովանիսյանը փոխանցում եւ անկյունային կլինի Արարատի դարպասին Հովանիսյան փոխանցում եւ հեռացված է գնդակը Տեսնում ենք Արարատն է անցել գրոյի հերվից հարված վտանգավոր էր դարպասածողն է հորիզոնական փրկում Փարիզին այստեղ լավ հարված կատարեց Կարծես թե Աբրահամյանն էր հարված կատարում նորից Արարատն է անցել գրոյի Լավ փոխանցում եւ ի վերջո հավասարեցնում է հանդիպման հաշիվը Արարատը 2-2 Արմեն Մելոյան 2-2 այնտեղ փայլուն փոխանցում ուղակի տեսանք Պարքև Աբրահամյանից եւ Մելոյանն էլ հրաշալի եզրափակում տվեց այս գրոյին հավասարեցված է ի վերջո հանդիպման հաշիվը կարողացավ 2 գոլի տարբերությունը վերականգնել Արարատը հիմա էլ նորից անցել է գրոյի մի փոքր պաշտպանությունում լավ չգործեցին Փարիզի տղաները նորից եւ Կոստանյանը Երկրորդ գնդակը այս խաղում արդեն ընդունեց իր դարպասին 4 գոլ ենք արդեն տեսել այս խաղակեսում դեռ մի քանի րոպե կա Առաջին կեսի ավարտին նորից Արարատն է անցել գրոյի տեսնում ենք որ նրանք ակտիվացել են այս րոպեների ընթացքում Հրաշալի հանդիպում է ուղղակի անցկացնում այսօր Պարքև Աբրահամյանը այս գոլից մի քանի րոպե առաջ Հերար հարված կատարեց դարպասածողը փրկեց Փարիզին վտանգավոր է հարված Կոստանյանն է փրկում նորից իր թիմին Ինչպիսի տեմպ է տվել Արարատ այս րոպեների ընթացքում կարող էին հիմա էլ հաշվի մեջ առաջ անցնել այստեղ էլ ֆանտաստիկ է գործում Մուսախանյանը բայց այստեղ չստացվեց Գևորգյանի հարվածը Հրաշալի հանդիպում են ուղղակի անցկացնում երկու թիմերն էլ փոխնիփոխ գրոներ ենք տեսնում Նորից Արարատը խլեց գնդակը վտանգավոր կարող է լինել, բայց ոչինչ էլ չկա, Փարիզը նորից անցավ գնդակով եւ շարժվում է առաջ, Ասատրյանի փոխանցում այստեղ էլ չստացվեց Բայց գնդակը Արարատի ֆուտբոլիստը աչեզնում է փոխանցում թիմակցին, հերվից հարվածը փակված է, նորից մնում է գնդակը Արարատի մոտ, բայց խլեց գնդակը հիմա Գևորգյանը եւ շարժվում է առաջ, Ձախեզուն Մուսախանյանն է, Դավիթ Մուսախանյանը հարված Մանուկյանն է փրկում իր թիմին եւ անկյունային Արարատի դարպասին կտեսնենք վերջին գրոներից մեկը կարող է լինել այս խաղակեսի
փոխանցում Տուգանային հրապարակ եւ հիմա վտանգավոր է, կարող էր նորից ինքնագոլ գրանցվել այս խաղում եւ վերջ, սիրելի բարեկամներ, առաջին կեսը ավարտված է մեզ մոտ, մարտական ոչ ոքի գրանցվեց 2-2 հաշիվ, հրաշալի խաղակես ստացվեց, ինչևէ հիմա կարճ դադար կվերադառնանք մի քանի րոպեից։ Բարեկամներ, վերադարձանք երկրորդ խաղակեսը մեկնարկեց մեզ մոտ, առաջին կեսից հետո 2-2 հաշիվ է մեզ մոտ, հրաշալի առաջին խաղակես ստացվեց երկու թիմերի կողմից 4 գոլ տեսել ենք առաջին խաղակեսում, հիմա տեսնենք երկրորդ խաղակեսը ինչպես կանցկացնեն երկու թիմերը։ Տարածքային մեծ առավելություն ուներ առաջին կեսում։ Փարիզը երկու գնդակի առավելություն ուներ։ Փարիզը սկզբում հիմա արված վտանգավոր է 3-2 խոսքից վրա նորից առաջ է անցնում հաշվի մեջ։ Փարիզը նորից գոլ հեղինակ դարձավ Դավիթ Մուսախանյանը։ Դավիթ Մուսախանյան 3-2 դուբլի հեղինակ դարձավ։ Փարիզի ֆուտբոլիստ տենց մեկնարկում երկրորդ խաղակեսի։ Նորից առաջ է անցնում։ Փարիզը Արարատի նկատմամբ հենց առաջին գրով նորից Բարտվողի կարգավիճակում են հայտնվել Արարատի տղաները, տեսնենք այս գոլին նրանք ինչպես կպատասխանեն։ Այսօր տեսանք, որ երկու գոլի տարբերությունը կարողացան նրանք վերականգնել առաջին խաղակեսում, հիմա երկրորդ խաղակեսը մեկնարկել է եւ հենց մեկնարկում նորից գոլ են բաց թողնում, այստեղ էլ Աղազարյանն է սխալվում, Արարատը անցավ գրոյի։ Աբրահամյանը արված է, փակված է, Աղազարյանը շտկեց իր սխալը եւ անկյունային կտեսնենք Փարիզի դարպասին։ Փոխանցում Տուգանային հրապարակ, բայց շատ անհաջող փոխանցում էր Արարատի ֆուտբոլիստի կողմից։ Արարատն անցավ գրոյի, բայց այս փոխանցումն էլ լավ չստացվեց։ Գնա մոտիկ արես, դե մեջտեղը տեղ, արխայ։ Ես եմ։ Այլ ես մեջտեղը կմոտիկ։ Տեսնում ենք մի փոքր հանգստացավ այս 1-2 րոպեների ընթացքում Մուսախանյանի գոլից հետո հիմա արագ վերհիշենք թիմերի հայտարարությունները։ Արարատ դարպասը պաշտպանում գնել Զարգարյանը։ Վրեժ Հարությունյան, Ցոլո Հազեյան, Դավիթ Դավթյան, Արմեն Մելոյան, Զորաբ Զաքարյան, Ռազմիկ Հակոբյան, Պարքև Աբրահամյան, Նարեկ Ղարիբյան, Արման Պողոսյան, Կարեն Թամազյան եւ թիմի ավագ Գերաս Մանուկյան։ Փարիզ դարպասը պաշտպանում է Կարեն Օստանյանը, Էրիկ Խաչատրյան, թիմի ավագ Հարութ Աղազարյան, Իշխան Պողոսյան, Դավիթ Մուսախանյան, Արտակ Ասատրյան, Կարո Ավակյան, Նարեկ Քոչարյան, Սերգեյ Հարությունյան, Դավիթ Հովանեսյան եւ Ռաֆո Գասպարյան։ Սեն անի գնդակով, հելի։ Գոտիս կխաղաս։ Դա մարի դա։ Հրատարվետա։ Տեսնում ենք Փարիզն է անցել գրոյի, Հովանեսյան երվից հարված շեղը։ Դավիթ Հովանեսյանի հարվածը։
Նորից արագ խլեց գնդակը այստեղ Փարիզը եւ նորից գոլի հեղինակ դարձավ Փարիզի ֆուտբոլիստը այստեղ գոլի հեղինակ է դառնում Արտակ Ասատրյանը հաշիվը դարձնելով 4-2 Արտակ Ասատրյան 4-2 նորից տեսնում ենք հրաշալի գրող կազմակերպեց Փարիզը նորից 2 գոլի առավելություն է ստանում այս խաղում Փարիզի տղաները տեսնենք այս անգամ կկարողանան այս 2 գոլի տարբերությունը վերականգնեն Արարատի տղաները կարծես թե նույն սցենարն ենք տեսնելու ինչ առաջին խաղակեսում եղավ մեկնարկում 2 գոլ կարողացավ հեղինակել Փարիզը հիմա վտանգավոր էր այստեղ Արարատի ֆուտբոլիստները գործեցին եւ հարված կատարեց Արարատի ֆուտբոլիստը բայց փրկեց Կոստանյանը իր թիմին կարող էր շատ արագ մի փոքր կրճատել հանդիպման հաշիվը տեսնենք կկարողանան նրանք նորից վերականգնել 2 գոլի տարբերությունը Այս նորից Փարիզն է անցնում գրոհի, Ասատրյան խաղարկում է Մուսախանյանի հետ, այսօր լավ են համագործակցում միմյանց հետ Ասատրյան և Մուսախանյան դուոն, նորից Ասատրյան, մենք լավ անցում, Ասատրյան արված և նորից հրաշալի գոլ հեղինակ է դառնում Արտակ Ասատրյանը հաշիվը դարձնելով 5-2 Արտակ Ասատրյան 5-2 Ասատրյանն էլ իր հաշվին դուբլ է գրանցում այսօր ինչպես Մուսախանյանը արդեն 3 գոլի տարբերությամբ են պարտվում Արարատի տղաները տեսնում ենք լավ մեկնարկ են տվել Փարիզի ֆուտբոլիստները երկրորդ խաղակեսում նույնը արեցին առաջին խաղակեսում բայց վերջնամասում Արարատը կարողացավ համառ պայքարում 2 գոլ հետ բերել եւ հանդիպան հաշիվը հավասարեցնել այժմ նորից Փարիզը աղթում է այն էլ 3 գոլի առավելություն ունի մի փոքր արդեն բարդ է լինելու Արարատի համար հաշվի մեջ հաշիվը վերականգնելու համար բայց ամեն ինչ կարող է պատահել շատ ժամանակ կա դեռ հանդիպման ավարտին Փարիզն է նետվել գրոհի, Ասատրյան, տեսնենք ինչ կմտածի, Քոչարյանի հետ է խաղարկում Քոչարյան լավ նկատեց այնտեղ Ավակյանին, Ավակյան փափուկ փոխանցում, Մանուկյանն է հեռացնում այստեղ բայց իր մոտի վերջո գնդակը Փարիզը, Դավիթ Հովանիսյան, լավ անցում, փոխանցում Ասատրյանին, Ասատրյան հարվածը չստացվեց այստեղ Արտակ Ասատրյանին Այստեղ էլ խաղի կանոնների խախտում, վտանգավոր դիրքում հիմա Դուգանային են վաստակել Արարատի ֆուտբոլիստները Աբրահամյանն է գնդակի մոտ Շատ անգամներ արդեն տեսել ենք նրա հեռար հարվածները, այսօր էլ 2 ասիստի հեղինակ է դարձել Աբրահամյանը Տեսնենք ի վերջո Սուլի չկա պարգև Աբրահամյան հարված և հեռացնում է գնդակը Փարիզի ֆուտբոլիստը
որ կարող է լինել նորից Արարատն է գրում հարվածը այստեղ, բայց շեղեր Արարատի ֆուտբոլիստի հարվածը մանր խաղարկումները փորձում են իրենց կիսադաշտը հաղթարել Պարզի ֆուտբոլիստները և ստացվում է, ի վերջո Մուսախանյան հարված վտանգավոր էր Դավիթ Մուսախանյանի հարվածը 10 րոպե անցավ երկրորդ հարկեսի մեկնարկից 5-2 հաշվով Փարիզը հաղթում է Արարատին դոլարատ պայքար է ընթանում խաղադաշտում 7 գոլ ենք տեսել արդեն այս խաղում Հրաշալի փոխանցում դարպասապայից Արարատի, բայց չկարողացան այստեղ երկու թիմակիցների Արարատի հարված կատարել Կոստանյանը վերցրեց գնդակ և սկսեց իր թիմի հերթական գրողներից մեկը Հովանիսյան կենտրոնում է Դավիթ Հովանիսյանը փոխանցումը չստացվեց Հովանիսյանին բայց կարողացավ այստեղ եզրային նետում վաստակել Հիմա վտանգավոր էր այստեղ ուղղակի գեղեցիկ գոլի հեղինակ կարող էր դառնալ Արարատի ֆուտբոլիստը այնտեղ հենց իրենց կիսադաշտից հարված կատարեց դարպասածողին դիպավ փրկվում է հիմա էլ Փարիզը իսի կրակոց էր Արարատի խաղացողի կողմից նորից Արարատն է անցել գրոյի Աբրահամյան կենտրոնում է նրա դիմաց Ասատրյանն է պայքարում գնդակը խլելու համար հրաշալի փոխանցում նորից Աբրահամյանից, բայց դիմակիցը չկարողացավ հարված կատարել Փարիզն է անցել գրոյի Ավակյանի հարված այստեղ էլ չստացվեց Դարգարյանից նորից լավ փոխանցում ստացվեց Աբրահամյանի հարվածը փակեց այստեղ իր թիմակիցը բայց շարունակվում է մնալ Արարատի մոտ գնդակը Թամազյան հերվից հարված բայց շեղ էր Թամազյանի հարվածը Հովանիսյանն է այստեղ սլանում առաջ, բայց ի վերջո խաղադաշտում գնդակը համար պայքարում շարունակվում է Փարիզի գրոհը Ավակյան նորից անհաջող հարված կատարեց Կարո Ավակյանը
Մարատն է անցել գրուի, Աբրահամյան, հարված և գոլ, կրճատված է հանդիպման հաշիվը պարգև Աբրահամյան 5-3։ Պարգև Աբրահամյան 5-3 նորից մի փոքր կրճատեց հանդիպման հաշիվը, Արարատը կրկին 2 գոլի տարբերությամբ են պարտվում նրանք, դեռ ժամանակ ունեն գոնե այս խաղը ոչ ոքի գործելու համար, որովհետև նրանք անկախ այսօրվա արդյունքից լավ հանդիպում են անցկացնում, դեռ շատ ժամանակ կա հանդիպման ավարտին, տեսնենք հիմա Փարիզն է անցել գրոյի, Գևորգյան փոխանցում Ասատրյանին, բայց չկարողացավ դաշտի սահմաններում պահել գնդակը Արտակ Ասատրյանը։ Աբրահամյան այստեղ իր առանցքի շուրջ պտտվեց և լավ փոխանցում կատարեց, հիմա արված նորից Կոստանյանը փրկեց իր թիմին, լավ գրոհ կազմակերպեց Արարատը Աբրահամյանի շնորհիվ։ Փարիզն գրոյի Ասատրյան Մանուկյանն է հակում այս հարվածի ճանապարհը և հայկանների խախտում հիմա Փարիզի ֆուտբոլիստի կողմից։ Աբրահամյան փոխանցում այստեղ էլ չստացվեց Աբրահամյանի։ Ավագյանի հարվածը հիմա տեսանք հորիզոնական դարպասաձողն է փրկում Արարատին, հրաշալի հարված կատարեց Կարո Ավագյանը։ Աբրահամյան նորից հրաշալի անցում Աբրահամյանից, շարժվեց կենտրոն Պարգև Աբրահամյանը, Աբրահամյան, բայց այս անցումը չստացվեց, Ավագյանը վերցրեց գնդակը և նետվում է հիմա հակագրոյի Փարիզը, Կարո Ավագյան, լավ անցում նորից Ավագյանից, հարվածը նորից փակում է Մանուկյանը։ Մնալու է գնդակը Արարատի մոտ, Թամազյան փոխանցում Մանուկյանին, Մանուկյանն առաջ թողեց գնդակը Մանուկյանը, Քոչարյանն է հեռացնում գնդակը, Գևորգյան և ակուլ գործեց այստեղ Արարատի ֆուտբոլիստը, հիմա էլ Գևորգյանն է խախտում հայկանները Թամազյանի հետ պայքարում։ Հիշեցնեմ, որ վերջին 5 րոպեներն են մեզ մոտ մնացել հանդիպման ավարտին, 5-3 հաշվով այս պահին հաղթում է Փարիզը Արարատին։ Ստանդարտ է վաստակել այստեղ Արարատը, նորից Աբրահամյանն է գնդակի մոտ, տեսնենք սուլի չկա, Աբրահամյան ուղիղ պատին հարվածեց Աբրահամյանը, բայց այստեղ ձեռքին էր դիպչել գնդակը Գևորգյանի։ Մի փոքր ավելի մոտիկից Դուգանայինը այս անգամ կիրացնի Աբրահամյանը։
Սուլի չկա, տեսնենք Պարքև Աբրահամյան նորից պատին է հարված կատարում Աբրահամյանը Շարունակում է մնալ գնդակով Արարատը Բայց խլեց գնդակը հիմա Փարիզը այստեղ Հովանիսյան պայծ իր մոտ գնդակը Հովանիսյանը և նետվում է հակագրոյի Փարիզը Ավակյան Արակ հիմա վերադարձան թիկունք Արատի տղաները երկար փոխանցում Քոչարյանին հարված Զարգարյանն է պետքում Քոչարյանի հարվածից հետո իր թիմին Նորից Փարիզը նետվեց գրոյի Ավակյան հարված Սպայլուն գոլ եղինակ դարձավ Կարո Ավակյանը հաշիվը դարձնելով 6-3 Կարո Ավակյան 6-3 կարծես թե կարողանալու է այսօր 3 միավորը վաստակել Փարիզը, որովհետև շատ քիչ ժամանակ է մնացել արդեն հանդիպման ավարտին և 3 գոլ է առավելությունը նորից կարողանում է պահպանել Փարիզը այս խաղում այսօր Ավակյանն էլ իր գոլը հեղինակեց նորից Փարիզն է անցել գրոյի Քոչարյան խաղարկեց Գևորգյանի հետ, բայց սխալվեց Գևորգյանը այստեղ հիմա կարող է հակագրոյել Արարատը Թամազյան խաղարկում է Աբրահամյանի հետ գնդակը Պարքև Աբրահամյան արված Որջատված է նորից հանդիպման հաշիվը Պարքև Աբրահամյան 6-4 Պարքև Աբրահամյան 6-4 նորից 2 գոլի տարբերություն է հասցնում Արարատը այսօրվա խաղում հրաշալի հանդիպում է անցկացնում ուղղակի այսօր Պարքև Աբրահամյանը բայց դեռ նրա թիմը պարտվում է 2 գոլի տարբերությամբ նորից Արարատն է անցել գրոյի այստեղ Աղազարյանն է լավ պաշտպանվում Վերջին գրոներից մեկը կարող է լինել այս խաղի, վերջին րոպեն է ընթանում մեզ մոտ Աբրահամյան գնդակով է Պարքև Աբրահամյան շարժվում է առաջ Աբրահամյանը շալի անցումներ, բայց այստեղ էլ թիմակից է սխալվավ փոխանցում կատարելիս և վեր սիրելի բարեկամներ հանդիպումն ավարտված է մեզ մոտ գերգոլառատ հանդիպում ստացվեց 10 գոլ տեսանք այս խաղում ի վերջո կարողացավ Փարիզը համառ պայքարում 6-4 հաշվով հաղթել Արարատին հետաքրքիր հանդիպում ստացվեց Փարիզը 3 միավոր է վաստակում այս խաղում ինչև է այս խաղի համար այսքանն էինք պատրաստել մնացեք մեզ հետ հիմա կարճ դադար կվերադառնանք մի քանի րոպեից